Նախորդ քարոզներին որպես շարունակություն ուզում եմ խոսել Մովսեսի առաքելության մասին, թե ինչպես Մովսեսը մտավ իր առաքելության մեջ։ Մենք հասել ենք Ելիս 4-րդ գլուխը, ու Տերը ասում էր գնա, բայց Մովսեսն ինչ է ասում 10-րդ համարից։ Ասում է ով Տեր, ես ճարտարախոս չեմ, ոչ երեք, ոչ մյուս օրը, այլ ծառայիդ հետ խոսելուց հետո ես շարունակում եմ լինել ծանրախոս ու ծանրալեզու։ Աստված էլ ասում է Մովսես, բայց ով տվեց մարդուն բերան, ով տվեց մարդուն լսելու կարողություն, խոսելու կարողություն։ Ուզում էր Աստված ասել, ինչու ես կասկածում իմ ասածից վրա, ինչու չես համարձակվում գնալ, որովհետև Մովսեսը խոսում ու ասում էր, որ ինքը ծանրալեզու է, դժվարանում է խոսել, հնարավոր է կակազելու խնդիր էլ ուներ, բայց ինչ էր անում, խուսափում էր եւ չէր կարողանում այս պատասխանատվությունը վերցնել։ Եվ գրված է, որ ուստի գնա հիմա ու ես քո բերանիդ հետ կլինեմ ու քեզ պիտի սովորեցնեմ ինչ որ պիտի խոսես։ Բայց ինչ է ասում Մովսեսը։ Օ Տեր իմ աղաչում եմ ուրիշի ձեռքով ում որ ուզում ես ուղարկիր։ Ու Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ ասելով. Ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Ես գիտեմ, որ նա ճարտարախոս է, նաև ահա նա քեզ դիմավորելու պիտի դուրս գա, քեզ տեսածի պես իր սրտի մեջ պիտի ուրախանա։ Մովսեսը նորից շարունակեց ասել, որ ես կդժվարանամ, որ գնամ քո կամքը կատարելու այս առաքելության մեջ խոսելու առումով, եւ Տերը բարկացավ։ Ինչն եմ ուզում ցույց տալ, որ երբ որ Աստված բարկանում է, Աստծո բարկությունը թողնում է մարդկանց կյանքում անգամ հետևանք, ու որը եղավ հետևանքը։ Տերը ասեց. Ղևտացի Ահարոնը քո եղբայրը չի։ Այո, Ղևտացի Ահարոնը նրա ավագ եղբայրն էր, բայց ինչ ստացվեց։ Աստված կամենում էր, որ Մովսեսի սերունդը լիներ քահանայության մեջ, բայց ինչ կատարվեց։ Քանի որ Մովսեսը համառեց ու չգնաց, որ ինքը խոսի, ասեց մեկ ուրիշը թող որ խոսքը ասի։ Աստված ասեց, որ այդ խոսքը կխոսի Ահարոնը։ Ու ինչ տեղի ունեցավ, Ահարոնի ու նրա սերունդին Աստված տվեց տաճարում քահանայություն անելու արտոնությունը։ Եվ այս մասին գրված է առաջին Մնացորդաց 23-րդ գլխի 13-14-րդ համարներում։ Ասված է, որ Ահարոնն ու Մովսեսը Ամրամի որդիներն էին, Ահարոնն ու իր որդիները հավիտյան որոշվեցին քահանայություն անելու սուրբ տեղում խունկ ծխելու, Աստծո գործը գործելու։ Իսկ հաջորդ համարում ասված է, որ Մովսեսի Աստծո մարդու որդիները Ղևի համրանքի մեջ համրվեցին, Ղևի սերունդի մեջ համրվեցին։ Ինչու է այս մասին ասված, որ այն, որ պետք է Մովսեսի որդիները քահանայությունը կատարեին, փոխվեց եւ Աստված այդ արտոնությունը տվեց Ահարոնին ու նրա սերունդին։ Եվ այդ առումով է ասված, որ Ղևտացի Ահարոնը, այսինքն Ահարոնն ու իր սերունդը պետք է Ղևի սերունդի մեջ համրվեին, բայց ինչ կատարվեց, փոխվեց։ Մյուս կարևոր միտքը, որ 4 գլխից ուզում եմ ասել, սա էր, որ երբ որ Մովսեսը դրանից հետո գնաց հանդիպեց Ահարոնին եւ միջև հասնել Ահարոնին հանդիպելը 24-րդ համարում 4 գլխի ասված է եւ եղավ արդեն ճանապարհ էր դուրս եկել ընտանիքի հետ, որ ճանապարհ իջած տեղում Տերը նրան պատահեց ու ուզեց սպանել նրան։ Ուստի կինը Սեփորան սուրքար առավ ու որդու անթլպատությունը թլպատեց ու նրա ոտքերի մոտ գցեց, ասելով իրականում դու ինձ արյունոտ ամուսին ես։ Այսպես Տերը թույլ տվեց նրան ու այն ժամանակ թլպատության համար կինն ասեց, որ դու ամուսին ես արյունոտ։ Ինչ տեղի ունեցավ, Մովսեսը ընտանիքի հետ դուրս եկավ ճանապարհ գնալու առաքելությունը իրականացնելու, բայց ճանապարհին իջևան անելիս Աստծո հրեշտակը դեմը դուրս եկավ ու ինչ էր ուզում անել, ուզում էր սպանել։ Պատճառը ո՞րն էր, որ իր որդիներին իր որդուն չէր թլպատել։ Այն օրենքի համաձայն, որը կար թլպատություն, այն ուխտը, որը կար Աբրահամի հետ դրված, որ պետք է թլպատություն արվեր, Մովսեսը իր ընտանիքում իր զավակի հետ այս թլպատությունը չէր արել ու Աստծո բարկությունը բորբոքվեց։ Սա ինչ է ցույց տալիս, որ երբ որ Աստված մեզ կանչում է առաքելության, որքան կարևոր է, որ մենք Աստծո կամքը մեր ընտանիքից սկսենք իրագործել։
Հետո նա գնաց հանդիպեց Ահարոնին եւ գնացին արդեն Աստծո ժողովրդի ծերերի մոտ, ծերերի հետ խոսեցին, նշանները ցույց տվեցին եւ նրանք ուրախությամբ ընդունեցին եւ ուրախացան, որ Տերը նրանց ուղարկել է, որ Աստված ուզում է իրենց կյանքում գործել։ Ու 5-րդ գլխից արդեն անցնեմ։ Ես այս երկու կարևոր միտք ուզեցի փոխանցել, չկարողացա թռնել հասնել 5-րդ գլուխ եւ հիմա խոսեմ 5-րդ գլխից արդեն։ Մովսեսը եկավ արդեն Փարաոնի մոտ եւ ասեց, որ Աստված ասում է իմ ժողովրդին թող առաջին համարից, որ անապատի մեջ ին արչև տոնախմբություն անի։ Բայց Փարաոնն ասեց, Եհովան ով է, որ նրա խոսքին լսեմ, Իսրայելին թույլ տամ։ Եհովային չեմ ճանաչում եւ Իսրայելին էլ թույլ չեմ տա։ Նրանք էլ ասեցին, որ եբրայեցիների Աստվածը մեզ հանդիպեց, հրաման տուր, որ 3 օրվա ճանապարհ գնանք անապատի մեջ ու մեր Եհովա Աստծուն զոհ մատուցենք, որ չլինի թե ժանտախտով կամ սրով մեզ դեմ դուրս գա։ Փարաոնն ասում է, ես ոչ ճանաչում եմ Եհովա Աստծուն, ոչ էլ Իսրայելին թույլ կտամ, որ դուրս գա նրան պաշտելու համար։ Ով է այդ Աստվածը, որ ես պետք է իրան հնազանդվեմ։ Ու ինչ է ասում Մովսեսը։ Մովսեսը Աստծուց հրաման ուներ ասելու, որ Աստված ասել է, եթե թույլ չտաս, հարվածներով կհարվածեմ Եգիպտոսը, անգամ Անդրանիկին քո կսպանեմ։ Բայց Մովսեսը վախեցավ այդ ամենը ասելու, թագավորի վախից, ինչ ասեց, ասում է, թույլ տուր գնանք Աստծուն պաշտենք, չլինի թե մեր դեմ դուրս գա Աստված։ Բայց Աստված ասել էր, ասա, որ կպատժեմ Եգիպտոսը, բայց սկզբում վախեցավ Մովսեսը այդպես ասելու։ Ու ինչ է անում Փարաոնը։ Փարաոնը հրամայեց իր ծառաներին ու ասեց. այս ժողովուրդը, որը աղյուսներ է պատրաստում ու որոշակի թվականակով ամեն օր աղյուսները տալիս են պատրաստի մեզ, սրանից հետո դուք նրանց չտաք նյութը, հարդը, որից պիտի պատրաստվեր այդ աղյուսները, բայց կպահանջեք նույն քանակի աղյուս, որ պատրաստեն եւ տան։ Եվ ինչ է ասում, տեսեք, ասում է 9-րդ համարում, 5-րդ գլխի. թող գործը այս մարդկանց վրա ծանրանա, որպեսզի նրանով աշխատեն ու փուչ խոսքերի չլսեն։ Փարաոնը այս աշխարհի իշխանի սատանայի խորհուրդն ունի։ Որն է սատանայի կամքը մարդկանց նկատմամբ։ Աստծո ժողովրդի հանդեպ ինչ է մտածում սատանան, ինչ ստրատեգիա է կիրառում։ Դա չի փոխվել մինչև այսօր։ Նա ասում է, թող որ նրանք այնքան ծանրանան աշխատանքով, որ չլսեն Աստծո խոսքը։ Թշնամին չի փոխվել, մինչև այսօր նա այդպիսինն է։ Նա ամեն բան անելու է Աստծո ժողովրդի հանդեպ, որ մենք այնքան դժվարություն ունենանք, այնքան ծանրաբեռնվենք աշխատանքով ու հոգսերով, որ չկարողանանք մեր ականջը տալ Տիրոջ խոսքը լսելու, Աստծուն ծառայելու, Աստծո տուն գալու։ Եվ այդպես էլ արեցին գործավարները, վերակացուներ ունեին դրված ժողովրդի վրա, այդ գործավարները հավաքացին վերակացուներին, այդ պատվերը տվեցին, բայց չստացվեց, ժողովուրդը չկարողացավ այդ քանակի աղյուս պատրաստել։ Եվ արդյունքում գործավարները, որոնք եգիպտացիներ էին, իսկ վերակացուները հրյաներ էին, հրյաների մեջից ընտրված դրված ժողովրդի վրա, որ ստիպեին նրանք աշխատեին, նրանց ծեծեցին։ Հետո նրանք եկան Փարաոնի մոտ, ասեցին, ինչու եք մեզ ծեծում, ինչու եք մեզ դժվարացնում, որովհետև մենք չունենք այդ նյութը, որով կարողանանք այդ ամեն ինչը պատրաստենք, բայց Փարաոնը նորից ասեց, դուք ծույլ ժողովուրդ եք։ Դրա համար եք ուզում գնալ Աստծուն զոհ մատուցեք։ Պետք է որքան որ պատրաստի աղյուս էիք տալիս, այդքան նորից տակ, ու վռնդեց նրանց իր առջևից։ Ու երբ որ Մովսեսը հանդիպեց այս մարդկանց հետ, վերակացուների հետ, որոնք հրյաներ էին, նրանք ասեցին, որ Տերը ձեզ նայի ու դատի, Մովսեսին են ասում այս հրյա վերակացուները, քանի որ գարշելի մեզ դարձրեցիք Փարաոնի առջև, ու մեր հոտը նրա առջև
գարշելի դարձավ։ Մեզ սպանելու համար նրա ձեռքը սուր եք տվել։ Հիմա սկսեցին ինչ անել Մովսեսին ու Ահարոնին սկսեցին մեղադրել, որ գարշելի են դարել Փարաոնի առջև։ Մովսեսն էլ Տիրոջը դարձավ 22 համարն եմ կարդում, ասում է. «Ով Տեր, ինչու է ժողովուրդը փորձանքի մեջ գցեցիր ու ինչու ինձ ուղարկեցիր։ Քո անունով Փարաոնին գալուցս հետո այս ժողովուրդը փորձանքի մեջ է ընկել ու դու բնավ չես փրկում քո ժողովրդին»։ Աստծո մարդը հայտնվեց դժվարության մեջ։ Նրանք եկել էին բարիք անելու, ժողովրդին Փարաոնի լծի տակից ազատելու, բայց ինչ ստացվեց։ Ժողովուրդը ավելի ցավալի եւ տառապալի վիճակի մեջ հայտնվեց։ Ու Մովսես աղոթում ու ասում է. «Տեր Աստված, ախր ինչպես դու ինձ ուղարկեցիր բարիքի համար, բայց այս բարիքը չարիքի է փոխվել ու դու ոչինչ չես անում»։ Ու Տերը պատասխանում է Մովսեսին 6-րդ գլխի 1-ին համար. «Փարաոնին անելիքս հիմա պիտի տեսնես, որ հզոր ձեռքով պիտի թողի նրանց ու հզոր ձեռքով պիտի վռնդի նրանց իրենց երկրից»։ Ոնց որ պատվախնդրություն առաջացավ Աստծո սրտում։ Ասեց. «Ինչ դու մտածում ես ես չեմ կարող օգնել իմ ժողովրդին, որ ասում ես ոչինչ չես անում ու թողել ես փորձանքի մեր ժողովրդին։ Հզոր ձեռքով ես իմ հզոր ձեռքը կշարժեմ Եգիպտոսի վրա եւ ինչ կլինի, Փարաոնը կթողնի իմ ժողովրդին ու ոչ միայն կթողնի, նաեւ տեսեք, դու տրտնջում ու ասում ես իբր ոչինչ չեմ անում, բայց անգամ կվռնդի, ոչ թե զուտ կթողի»։ Սա ավելին է, ու սա գիտեք ինչպես է կատարվում 10 հարվածները տալուց հետո, երբ որ անգամ անդրանիկներին հարվածեց Տերը, 12-րդ գլխի ելից 33 համարում գրված է. «Եգիպտացիները ստիպեցին հրեաներին, որ իրենց երկրից դուրս գնան, ասելով, որ ամենքս կմեռնենք»։ Ոչ թե ուղակի թողեցին, որ ժողովուրդը դուրս գա, ստիպեցին, որ դուրս գա, վռնդեցին, ասելով, եթե դուք մեզ հետ մնաք, Աստված բոլորիս կսպանի։ Այդ աշճան վախեցան Տիրոջից։ Եվ Աստված շարունակեց ու ասեց Մովսեսին 2-րդ համար. «Ես եմ Եհովան, որ Աբրահամի, Իսակի ու Հակոբին ամենակարող Աստծո անունով երևացի, բայց իմ Եհովա անունով նրանց չեմ հայտնվել։ Նրանց հետ իմ ուխտս հաստատեցի, որ նրանց տամ Քանանի երկիրը, նրանց օտարության երկրից, այն օտարության երկիրը, ուր պանդխտացան։ Ես եմ Եհովան, ես ձեզ եգիպտացիների ծանր գործերի տակից պիտի հանեմ ու ձեր ժառանգություն պիտի տամ ու այս ամեն բաները պիտի անեմ» ու վերջում ասում է, որ դուք իմանաք ես եմ Տերը, 9-րդ համարում է ասված։ Ինչ էր ուզում ասել։ Ասում էր, որ Աբրահամին, Իսահակին, Հակոբին ես հայտնվել եմ ամենակարող Աստծո անունով։ Նրանք տեսել են, ճաշակել են, որ ես ամենակալն եմ։ Ամեն բան ինձ հնարավոր է, բայց նրանց իմ Եհովա անունով չեմ հայտնվել։ Իսկ հիմա ձեզ հայտնվել եմ այս անունով։ Ինչ է սրանով ուզում ասել Աստված։ Հիշենք նույն ելից 2-րդ գլխում, երբ որ Տերը հայտնվեց, կներեք 3-րդ գլխում, այրվող մորենու մեջից ու Մովսեսը հարցրեց. «Տեր, ով ես, որ գնամ ժողովրդին ասեմ, ով ինձ ուղարկեց»։ Տերը այդ անունը առաջին անգամ ասեց։ Ասեց, որ ես եմ, որ եմ։ Ես էմն եմ, ես Եհովան եմ, ես եմ, ես միշտ եմ, ես անընդհատ եմ, ես անսկիզբ ու անվախճան եմ։ Ես կամ ու կլինեմ, ես եմ, որ են, այսինքն ես կամ ու կլինեմ։ Եվ հիմա ինչ է ուզում ասել։ Ես Եհովա Աստվածն եմ։ Ես եմ։ Ես որտեղ քեզ հանդիպեցի Մովսես։ Կրակե մորենու մեջից։ Հիմա ձեր շուրջը ինչ է։ Եգիպտոսում նեղություն, կրակներ, դժվարություն։ Ես եմ, որ կլինեմ։ Ես շարունակաբար կլինեմ ձեզ հետ այս նեղության մեջ։ Հիմա վախ է, հիմա կրակ է, ես հավատարիմ եմ շարունակաբար լինելու այս ամեն ընթացքների մեջ, կրակների մեջ ձեզ հետ, եւ ինչ անեմ, հանեմ ձեզ այս ամեն ինչից։ Ես միշտ կլինեմ քեզ հետ, ես կլինեմ իմ ժողովրդի հետ։ Ես էմն եմ։ Թանկագիններս, Տերը մեր կյանքում այդ անունով հայտնվել է։
Տեր Հիսուս նոր կտակարանում ասեց ես եմ Աբրահամից առաջ, ես էմն եմ, ես միշտ եմ, ես մշտնջնավոր եմ, ես անընդհատ եմ, ես կլինեմ ձեզ հետ մինչև աշխարհից վախճանը ամեն օր։ Ինչ է սա նշանակում, այդ նույն անվան իմաստն է, որ ես հավատարիմ եմ լինելու քեզ հետ ամեն օր մինչև աշխարհից վախճանը։ Ես ոչ միայն ամենակարող Աստվածն եմ, ես անընդհատ քեզ հետ կլինեմ։ Ես երբեք քեզ չեմ թողնի։ Ես հավատարիմ եմ ամեն նեղության, ամեն կրակի, ամեն դժվարության, ամեն տկարության, ամեն քո անցնելիք իրավիճակներում քեզ չթողնեմ ու լինեմ քեզ հետ ամեն իրավիճակներում եւ ինչ անեմ, քեզ տանեմ Քանանի երկիր եւ իմ խոստումները կատարեմ, իմ խոստացած երկիրը տամ քեզ, իմ ժառանգության բաժինը բերեմ քո կյանքի մեջ, որ բոլորը իմանան ես եմ Տերը, ես ինքնիշխան Աստված եմ եւ ինչ որ կամենում եմ, կատարում եմ, խոսել եմ, ասել եմ ու պիտի դա կատարեմ։ Փարտիրոջը, որ իմ Աստված այդ անունով խոսեց Մովսեսի հետ եւ ասեց, որ ես այդ անվան միջոցով եմ հայտնվել ձեզ ու ես գործելու եմ։ Մովսես այս ամեն ինչը լսեց 9-րդ համար։ Իսրայելի որդիներին ասեց այսպես, բայց նրանք հոգու նեղությունից ու գործի ծանրությունից չլսեցին Մովսեսին։ Ահա սատանայի գործը։ Սատանան դժվարություններ է բերում Աստծո ժողովրդի կյանքում մի նպատակով, որ ծանրանա նրանց կյանքը հոգսերով, դժվարություններով, որ երբ որ Տիրոջ խոսքը գա, չլսեն, չկարողանան լսել, չկարողանան իրենց ականջը Աստծուն տալ, ինչ անեն, բռնվեն նեղությունների ու հոգսերի մեջ։ Ու երբ որ մարդուն ասում ես, ինչու ես թողել քո պաշտամունք, ասում ախր այնքան հոգսեր ունեմ, այնքան անելիքներ ունեմ, այս դժվարություն ունեմ, այս գործ ունեմ անելու, այն գործը ունեմ անելու, ժամանակ չունեմ ասում պաշտելու։ Սատանան չի փոխվել։ Օրերը, ժամանակները, հարյուրամյակները անցել են, բայց հոգևոր աշխարհը նույնն է մնում եւ չարի ստրատեգիան չի փոխվել։ Ու Մովսեսը գնաց Աստծուց ասված խոսքը հստակ ասեց, որ Տերը ասել է ձեզ ժառանգություն եմ տալու, ես Եհովան եմ, ես այս կրակների մեջ ձեզ հետ եմ, մի վախեցեք, ես հանելու եմ ձեզ, բայց ինչ չեն կարողանում Աստծուն լսել, փակվել են, իրանց նեղությունների ու դժվարությունների մեջ փակվել են։ Ու Տերն ինչ է ասում է, որ գնա արդեն Եգիպտոսի փարաոնին ասա, որ ժողովրդին թողնի։ 7-րդ գլուխը պատմում է, որ Ահարոնն ու Մովսեսը գալիս են փարաոնի մոտ ու որպեսզի ցույց տան ով է Աստված, Տիրոջ ասած նշան հրաշքն են կատարում։ Գավազանը գցում է Մովսեսը եւ գավազանը ինչա լինում դառնում է օձ։ Փարաոնը ուներ մոգեր, կախարդներ։ Հրավիրում է կախարդներին, կախարդները իրենց գավազանները գցում են ու կարողանում են նույն հրաշքը կատարել։ Նրանց գավազանները վերածվում է օձերի։ Բայց Աստծո մարդու գավազանը, որը օձ էր դարձել, կուլ է տալիս մնացած օձերին եւ նորից վերցնում է, պոչից բռնում ու վերցնում է, դառնում է փայտ։ Ինչ էր այս խորհուրդը մեզ ցույց տալիս։ Այս աշխարհում կլինեն կախարդներ, կլինեն մոգեր, կլինեն սատանայի ծառաներ, որոնք կկարողանան անգամ Աստծո գործած գործերի նման օրինակը կատարել։ Կարծես քսերոքս անել ու Աստծո գործը նույն ձևով անել ու ցույց տալ, որ մենք էլ կարող ենք այդ հրաշքներն անել։ Այսինքն մենք ինչ ենք նկատում, որ թշնամու ծառաները կրկնօրինակում են Աստծո գործերը, բայց Աստծո մարդու վրա եղած իշխանությունը զորավոր էր։ Ինչ եղավ Աստծո մարդու գավազանի օձը հոշոտեց, կուլ տվեց մնացածին։
Տիրոջ իշխանությունը, որը կա մեր կյանքի վրա, ավելի բարձր ու զորավոր է, քան թե թշնամու ծառաների իշխանությունը։ Չվախենաս թշնամուց, չպետք է վախենալ թշնամու ծառաներից։ Այն օծություն, այն հոգին, որ իմ ու քո վրան է, ավելի մեծ է, քան թե այն հոգին, որ այս աշխարհում է։ Փառք մեր Տիրոջը, Տեր Հիսուսը ունի ամեն իշխանություն երկրի վրա, երկնքում ու անգամ դժոխքում։ Բայց Փարաոնը այս հրաշքը տեսնելով պարզը չլսեց եւ հիմա Տերն ասեց, որ գնա ու ասա, որ ես հարվածելու եմ Եգիպտոսը։ Մենք նկատում ենք, որ այսպիսի միտք կարող է առաջանալ։ Լավ, ինչի Աստված խստացրեց Փարաոնի սիրտը։ Ինչ, Աստված կարծրացրեց, որ այդ մարդը կարող էր Աստծո ժողովրդին ուղղակի բաց թողել, բայց Աստված ստիպեց, որ բաց չթողնի, ոչ։ Կարդամ տեսեք 7-րդ գլխի 4 համարում է գրված։ Տերը նախապես ասում է. Փարաոնը ձեզ չի լսի։ Ու ես իմ ձեռքս Եգիպտոսի վրա կտարածեմ եւ իմ ժողովուրդը Իսրայելի որդիները մեծ դատաստաններով կանեմ Եգիպտոսից։ Եվ ասում է, այս ամեն ինչը կանեմ, ժողովրդից կանեմ, որ բոլոր եգիպտացիները իմանան ես եմ Տերը։ Այսինքն իմաստը սրանումն է, ոչ թե Աստված այնպես արեց, որ Փարաոնը իբր չթողնի, չէ։ Աստված ասում էր, Փարաոնը չի թողնի։ Աստված գիտեր նրա սիրտը, որ նա չի թողնի։ Ու քանի որ չէր թողնում, ինչ ասեց, այս քանի որ չի թողնում, ես կխստացնեմ իր սիրտը, որ ես շատ հարվածներով հարվածեմ ու բոլորը տեսնեն ես եմ Աստված։ Ուզում եմ ասել, որ այնպես չի, որ մարդու կամքին հակառակ ինչ-որ բան էր անում Աստված, չէ։ Աստված տեսնում էր, որ այդ մարդու սիրտն է այդպիսին։ Ինքը չար սիրտ ունի, ինքը չի ուզում Աստծուն հնազանդվել։ Ինչու՞, որովհետև այդ ժողովուրդը ստրուկ էր եւ այդ ստրուկների աշխատանքով բարգավաճում ու կառուցվում էր Եգիպտոսը, ինքը չէր ուզում այդքան ստրուկի բաց թողնել։ Ու սկսեց հարվածները Եգիպտոսի վրա։ Մովսեսը եկավ ու որպես նշան ինչ արեց, ասեց, որ ջրերը արյունի պիտի վերածվեն։ Ամբողջ Եգիպտոսի գետի ջրերը դարձավ արյուն։ Եգիպտոսի մոգերն էլ նույնը արեցին ու կարողացան իրենց կախարդությամբ ջուրը արյունի վերածել։ Բայց այս Փարաոնը այս ամեն ինչը տեսնելով տեղի չտվեց ու ժողովրդին բաց չթողեց։ Հաջորդը Տերը գորտերով լցրեց ամբողջ Եգիպտոսը։ Ու երբ որ գորտերով լցրեց, մոգերն էլ կարողացան նույնը անել, բայց քանի որ այս գորտերը ամեն տեղ էին լցվել, թե ուտելու տաշտերի մեջ, թե տների մեջ, ամեն տեղ գորտերն էին, Փարաոնը խնդրում ու ասում է. Տերոջը ասեք, որ այս հարվածը հեռացնի, ես թույլ կտամ, որ ժողովուրդը դուրս գա։ Ու Աստծո մարդն ասեց. ժամանակ որոշի, երբ Աստված գորտերին տանի, որ իմանաս Աստված հեռացրեց։ Ասում է վաղը, շատ լավ։ Աստծո մարդը աղոթում է ու հաջորդ օր Աստված բոլոր գորտերին ոչնչացնում է, բայց նորից Փարաոնը իր խոսքը չկատարեց։ Փարաոնը նման է սատանայի խորհրդի, սատանան ստի հայրն է։ Ինչ որ նա խոսում է, դրա մեջ ստություն կա։ Մարդիկ կան մտածում են, որ կարող է ինչ-որ մի բան անեն ու թշնամու այդ գործարքի մեջ մտնեն ու թշնամուց ինչ-որ մի բան ստանան։ Սատանայի մասին նկատի ունեմ։ Բայց գիրքը ինչ է ցույց տալիս, որ նա ստի հայրն է ու նա ինչ-որ խոսում ու խոստանում է, նա իր խոսքը չի կատարելու։ Երրորդ հարվածը Աստված հարվածեց։ Մովսեսը այս հրաշքը արեց ու ամբողջ Եգիպտոսը լցվեց ոճիլներով, մարդանասուն ոճիլների մեջ էին։ Մոգերը փորձեցին սա կրկնօրինակել, բայց նրանց մոտ սա չստացվեց ու մոգերը ասեցին Փարաոնին. սա Աստծո մատն է, այսինքն հանձնվեցին։ Նկատում ենք, որ մոգերը մի քանի հրաշքներ կարողացան կրկնօրինակել։ Այո, սատանայի ծառաներին կհաջողվի որոշակի հրաշքներ,
որոնք Աստված գործում է իր ծառաների միջոցով կրկնօրինակել, բայց արդեն նրանք կանգ առան ու չէին կարողանում կրկնօրինակել։ Ինչ որ մի տեղ եկավ, որ այլևս չէին կարող ոչինչ անել։ Ու ընդունեցին, որ սա Աստված է ու մենք ոչինչ չենք կարող անել։ Բայց նորից Փարաոնը չթողեց, որ ժողովուրդը դուրս գա։ 4-րդ հարվածը եկավ եւ ամբողջ Եգիպտոսը լսվեց շնաճանջերով։ Բայց ինչն է հետաքրքիր, որ 22 խոսքը 8-րդ գլխի ասված է. Իմ ժողովրդից բնակված Գեսեմի երկիրը առանձնացնում եմ։ Այնտեղ ոչ մի շնաճանջ չի լինի, որպեսզի գիտենաս, թե երկրի մեջ ես եմ Տերը։ Ինչ հրաշալի է գործում Աստված։ Նա երկրի մեջ տեղ է առանձնացնում, որտեղ ապրում է իր ժողովուրդը, եւ այնտեղ այս ճանճերը չկային։ Սա ցույց է տալիս, որ երկրի վրա կլինի նեղության ժամանակներ, կարող է գալ Աստծո բարկության եւ դատաստանի օրեր, բայց Աստված նա իր հրաշագործ ձեռքով կարող է ինչ անել, իր ժողովրդին առանձնացնել, որ այդ հարվածը, որը կխփի Տերը աշխարհին, չհարվածի իր զավակներին, առանձնացված լինի իր ժողովուրդը։ Ասում է սա կանեմ, որ տեսնեմ, որ ես առանձնացրել եմ Եգիպտոսի ժողովուրդը իմ ժողովրդից։ Ու այդ ժամանակ ինչ է անում Փարաոնը։ Փարաոնն ասում է Մովսեսին. գնացեք ձեր Աստծուն զոհ մատուցեք 25 համար 8-րդ գլխի։ Այս երկրի մեջ Մովսեսն ասում է, արժան չէ այսպես անել, քանի որ եգիպտացիների գարշելի համարված տիրոջը մեր Աստծուն զոհ պիտի մատուցենք։ Եթե եգիպտացիները սա տեսնեն, որը իրենց աչքի առաջ ասում է գարշելի է համարվում, արդյոք մեզ չեն քարկոծի։ Մենք 3 օրվա ճանապարհ պիտի գնանք անապատի մեջ ու զոհ պիտի մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես ինքը մեզ պատվիրեց։ Եվ Փարաոնն ասում է. ես ձեզ թողնում եմ, որ գնաք անապատի մեջ ձեր Եհովա Աստծուն զոհ մատուցեք, միայն թե շատ հեռու չգնաք, ինձ համար աղաչեք։ Մովսեսն էլ ասում է. լավ, շարունակեմ, բայց Փարաոնը նորից հրաժարվում է իր խոսքից ու խաբում է։ Կարևոր բան ենք տեսնում։ Փարաոնը վախենալով կատարվածից ինչ ասեց. թույլ եմ տալիս Աստծուն պաշտեք, բայց որտեղ։ Այս երկրի մեջ պաշտեք Աստծուն։ Սա սատանայի խորամանկությունն է։ Նա ամեն բան կանի, որ ես ու դու Աստծուն չպաշտենք։ Նեղություններ ու դժվարություններ բերես, որ Աստծուն չլսեն Աստծո մարդիկ, չէ՞։ Բայց երբ որ կգա պահ ու կտեսնի, որ ջանք կա, որ մենք գնանք Տիրոջ ետևից, ինչ է ասում։ Լավ, համաձայն եմ, Աստծուն պաշտի, բայց որտեղ։ Այս երկրում, Եգիպտոսի մեջ, աշխարհի մեջ։ Եղիր հավատացյալ, հավատա Տեր Հիսուսին, բայց մնա աշխարհի մեջ։ Կիրակի օրը գնում ես եկեղեցի, գնա, կարդում ես Աստվածաշունչ, կարդա, բայց մնա աշխարհիկ։ Քո կյանքը, քո ապրելակերպը թող որ լինի Եգիպտոսի մեջ։ Դու ապրի աշխարհիկ կյանքով, բայց քեզ համարիր քրիստոնյա։ Կարող ես եկեղեցի գնաս, կարող ես քրիստոնյաների հետ հավաքվել, բայց աշխարհից ոչնչով մի տարբերվի։ Որքան քրիստոնյաներ, որքան Աստծուն հավատացող մարդիկ կան, որ ցավոք սրտի նրանք այդպես էլ անում են։ Բայց ինչ ասում Մովսեսը։ Ոչ, 3 օրվա ճանապարհ պիտի գնանք, որ պաշտենք մեր Տեր Աստծուն։ Ինչու 3 օրվա ճանապարհ։ Ինչու էր Աստված ասել, որ ասես Փարաոնին 3 օրվա ճանապարհ պիտի գնանք։ Ինչ է քեզ սա հիշեցնում։ Արդյոք սա չի հիշեցնում այն, որ Տեր Հիսուս Քրիստոս ուրբաթ երեկոյան խաչահանվեց, մահացավ ու 3 օր լինելով մահացած, Կիրակի օրը, 3-րդ օրը կանուխ հարություն առավ մեր Տերը։ Այսինչ 3 օր է ցույց տալիս։
Սա ցույց է տալիս, որ ոչ աշխարհի իշխան։ Ես չեմ մնա աշխարհի մեջ։ Ես պետք է հեռու լինեմ Եգիպտոսից 3 օրվա կտրվածքով։ Ես հարություն առած Քրիստոսին պիտի պաշտեմ, ով Եգիպտոսի հետ ոչ մի առնչություն չունի։ Նա ով հաղթել այս աշխարհը, նա ով մահացել է ու իր կյանքը դրել է, որ ես էլ հաղթեմ։ Ես չեմ կարող մնալ Եգիպտոսում։ Ես չեմ կարող նրան պաշտել ու մնալ Եգիպտոսում, որովհետև նա Եգիպտոսում չի։ Նա հարություն առել է։ Ու Եգիպտոսից այդ տարածքը հոգևոր առումով 3 օրվա ճանապարհ է։ Փարաոնը ամեն անգամ կանի առաջարկներ։ Նա կգա եւ լավ առաջարկներ կանի համոզելու համար, բայց ո՞րն էր զորությունը։ Աստծո մարդը կանգնում էր Աստծո ասած խոսքի վրա եւ հռչակում էր Աստծո կամքը։ Եվ ինչ եղավ, երբ որ Փարաոնը սա լսեց, թույլ չտվեց։ Խնդրեց, ասեց թող որ շնաճանճերին Տերը հեռացնի, բայց թույլ չտվեց, նորից խաբեց։ Աստված արեց այդ բանը, բայց նա թույլ չտվեց ու Աստծո ժողովուրդը դեռ մնաց այնտեղ։ Հաջորդ հարվածը Աստված խփեց անասուններին եւ կոտորեց եգիպտացիների հոտերը, բայց առանձնացրեց ու գրված է 9-րդ գլխի 6-րդ համարում, բայց Իսրայելի որդիների հոտերից մեկը չմեռավ։ Հաջորդ 6-րդ հարվածը ուռուցքներ բերեց Տերը։ Ուռուցքներով բոլորը լցվեցին, անգամ մոգերն էին ուռուցքներով լցված։ Բայց Տերը կարծրացրեց էլի Փարաոնի սիրտը ու նա չէր թույլ տալիս, որ նրանք դուրս գան։ Հաջորդ 7-րդ հարվածը կարկուտ եկավ։ Ու կարկուտ ու կրակ լցվեց ամբողջ Եգիպտոսի վրա։ Բայց նորից Տերն ինչ էր ասել 26-րդ համար 9-րդ գլխի։ Գեսեմի երկրի մեջ, ուր Իսրայելի որդիներն են ապրում, այդ կարկուտը չտեղաց։ Աստված առանձնացրեց։ Գիտեք, սա մխիթարություն է այն առումով, որ մենք գիտենք, որ նեղության, տառապանքի մեծ նեղության շրջան պիտի լինի երկրից վրա, ամբողջ աշխարհի մեջ, մինչև Տիրոջ գալուստը։ Ու մարգարեական առումով մենք կարող ենք այս խոսքերից քաջալերվել, որովհետև այնպիսի պատոհասներ է լինելու այս երկրի վրա, որ նայելով ինչ կարող ենք հասկանալ, Աստված այնքան ամենակարող է, որ կարող է ինչ անել, այն տեղում, որտեղ մենք գտնվենք, Աստված կարող է իր զորությամբ ինչ անել, առանձնացնել այդ վայրը, որ ինձ ու քեզ այդ պատոհասը չխփի։ Փարաոնը նորից խնդրեց, ասեց, թող որ Աստված այս հարվածը վերցնի ու թույլ կտան, որ դուրս գաք, բայց նորից չթողեց։ Ու սա արդեն 3-րդ անգամ էր ստում ու խաբում։ 8-րդ հարվածը մորեխներով ամբողջ Եգիպտոսը լցրեց Աստված։ Ու երբ որ ամբողջ Եգիպտոսը լցված էր արավիրքով, կարդամ 8-րդ համարից 10-րդ գլխի։ Փարաոնը ասում է Մովսեսին ու Արոնին. գնացեք պաշտեք ձեր Եհովա Աստծուն։ Որոնք են գնացողները։ Մովսեսն ասում է. մեր մանուկները, մեր ծերերով պիտի գնանք, մեր տղաներով ու մեր աղջիկներով, մեր հոտերով, մեր արջառներով պիտի գնանք, քանի որ տոն պիտի անենք Տիրոջ առաջ։ Փարաոնն ասում է. Տերը ձեզ հետ լինի։ Ես ձեզ ու ձեր տղաներին կարձակեմ, զգուշ եղեք, քանի որ չարիք կա ձեր առջև։ Ոչ, նախ դուք տղամարդկանցով գնացեք ու Տերը պաշտեք, քանի որ դուք դա եք ուզում։ Փարաոնի առջևից դուրս վռնդվեցին։ Ինչ կատարվեց։ Փարաոնի տեղը նեղված էր։ Այն ժամանակ նա ինչ էր ասում։ Եգիպտոսում Աստծուն պաշտեք։ Հիմա համաձայնվել է, որ Եգիպտոսից դուրս Աստծուն պաշտեն։ Երբ որ թշնամին կտեսնի, որ ես ու դու մեր որոշման մեջ հաստատուն ենք կանգնած եւ ասում ենք,
ես աշխարհի կյանքով չեմ ապրելու։ Ես չեմ լինելու Եգիպտոսի մեջ։ Ես աշխարհի պես չեմ վարվելու, չեմ խոսելու, չեմ ապրելու։ Ես ապրելու եմ նոր կյանքով, որ Աստված ունի ինձ համար։ Նա ինչ արեց։ Նա ասեց լավ։ Բա ովքերով եք որոշել գնաք։ Մովսեսն ասում է բոլորով, մեր զավակներով, բոլորով, ծերերով, մանուկից մինչև ծեր, բոլորով պիտի գնանք ու մեր ունեցվածն էլ մեզ հետ։ Ինչ ասում։ Չէ, միայն տղամարդկանցով գնացեք։ Դուք գնացեք, սկզբից այդ էիք ասում ինձ, դուք եկեք իմ առաջ տղամարդկանցով, դե հիմա տղամարդկանցով գնացեք։ Սատանայի կամքը այդպիսինն է։ Նա կասի. լավ, պաշտում ես, դու մենակ պաշտիր Աստծուն։ Թող ընտանիքդ մնա Եգիպտոսում։ Ունեցվածքդ թող մնա Եգիպտոսում։ Ինչ ես էլ ուզում ինձանից կասի։ Ես քեզ թողնում եմ, դու գնա, բայց քո զավակները թող մնան Եգիպտոսում։ Ամուսինը թող մնա, կինը թող մնա, պապատ ու մամա թող որ մնան, երեխաները թող մնան։ Աստծո մարդ ասում է. ոչ։ Ոչ սատանա։ Ոչ միայն ես եմ դուրս գալու 3 օրվա ճանապարհ գնալու։ Ես իմ հետ տանելու եմ իմ երեխաներին։ Մենք ընտանիքներով ենք Աստծուն պաշտելու։ Մենք մեր ունեցվածքով ենք Աստծուն պաշտելու։ Բայց սատանան այս ժամանակ փարավոնը դեռ չթողեց։ Աստված մյուս հարվածը բերեց շոշափելի խավար անելով։ Այնքան խավար էր, որ ոչինչ չէր տեսնվում, բայց Աստված նորից ինչ էր արել, առանձնացրել էր իր ժողովրդի երկիրը, ու այնտեղ գրված է, սա 10-րդ գլխի 23 համարը կարդամ, 22-ից, Եգիպտոսի բոլոր երկրի մեջ թանձր խավար եղավ 3 օր, մեկը մյուսին չէին տեսնում, 3 օր մեկը չէր կարողանում իր տեղից շարժվել, բայց Իսրայելի որդիները իրենց բնակարանների, բնակությունների մեջ լույս ունեին։ Փարավոնը կանչեց ու ասում է. գնացեք, պաշտեք Եհովային, 24-րդ համար։ Միայն ձեր հոտերն ու արջառները մնան, ձեր ընտանիքներն էլ ձեր հետ գնան։ Իսկ Մովսեսն ինչ ասում։ Պետք է որ դու մեր ձեռքը զոհեր ու ողջակեզներ էլ տաս, որպեսզի մեր Աստծուն գնանք պաշտելու։ Սատանան եկավ մի պահ համաձայնվեց։ Լավ, ձեր ընտանիքներով պաշտեք Աստծուն, գնացեք, բայց ունեցվածքը մի տարեք։ Քո ֆինանսները թող որ մնա աշխարհի համար։ Դու ինչ որ վաստակում ես, ինչ որ ունես, ինչ որ մի արժեք ես ստեղծում։ Քո տունը, քո փողերը, քո եկամուտները, թող որ աշխարհի համար լինի։ Աստծո մարդն ասում է, չէ։ Ոչ միայն մեր ունեցվածքով պետք է Աստծուն պաշտենք։ Հələ դու, փարավոն, դու մեզ պիտի հոտեր տաս, որ դրանք էլ տանենք Աստծուն, մատուցենք։ Թշնամին չհամաձայնվեց։ Ու ինչ եղավ, Աստված շարունակեց, եւ 10-րդ հարվածը անդրանիկների մահն էր, եւ Տերն ասեց, ասես, որ մարդուց միջև անասուն սատակիչը կանցնի Եգիպտոսի մեջ եւ կհարվածի բոլոր անդրանիկներին եւ ասես, որ կանեք զատիկը, կվերցնեք մի գառնուկ, այդ գառնուկին կպահեք եւ այդ գառնուկին կզոհեք։ Դուք նրա արյունը ձեր տան դռանդիկների վրա կքսեք։ Ու երբ որ իմ հրեշտակը կանցնի սատակիչը, ում դրան վրա որ տեսնի այդ արյունը, նա կշրջանցի ու չի հարվածի ու կգնա։ Անգամ եգիպտացիներից այն մարդիկ, ովքեր լսեցին ու այդպես վարվեցին, նրանք էլ կարող էին ազատվել։ Ինչի նմանությունն է սա մեր Տեր Հիսուսի այս գառնուկը, ով պիտի իր կյանքը տար։ Եվ նրանք այդպես արեցին, գառնուկին զոհեցին, արյունը քսեցին իրենց տան դռան վրա։ Այդ գառնուկի միսը նրանք կերան, ինչպես որ պատվիրված էր, ինչպես որ պետք է անեին, խորոված, կերան, ընդունեցին։ Եվ դրանից հետո գրված է, սատակիչը գիշեր անցավ եւ ինչ արեց, հարվածեց։ Եվ ողբ էր ամբողջ Եգիպտոսում, աղաղակ, սարսափ,
Չկար այդպիսի տուն, որ այդ աղաղակը բարձրացած չլիներ։ Ու երբ որ այս ամեն ինչը կատարվեց, ինչ եղավ։ Սարսափած նրանք ասեցին, որ դուրս եկեք մեր մեջից։ 12:34 խոսք։ Ժողովուրդը իրենց 33 համար եգիպտացիները ստիպեցին ժողովրդին, որ շուտով այդ երկրից դուրս ուղարկեն նրանց, քանի որ ասեցին, ամենքս էլ կմեռնենք։ Ժողովուրդը իրենց խմորի տաշտեր, իրենց լաթերով փաթաթված դրեցին իրենց ուսերի վրա։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին ու եգիպտացիներից արծաթեղեն, զարդեղեն, ոսկեղեն զարդեր ու հանդերձներ խնդրեցին։ Տեղերը ժողովրդին շնորհ տվեց եգիպտացիների առջև, այնպես որ նրանց խնդրվածքը տվեցին ու նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Ես ավարտում եմ իմ այսօրվա քարոզը։ Ո՞րն էր առաքելությունը Մովսեսի։ Ժողովրդին Եգիպտոսից հանել եւ տանել խոստացած Քանանի երկիր։ Պայքարը Փարաոնի դեմ էր։ Կար մեկը, ով պահում էր ստրկության մեջ այս ժողովուրդը։ Եվ նա չէր թողելու այդ ժողովուրդը երբևիցե, եթե ոչ Աստծո հզոր ձեռքով։ Սիրելիներս, մեկը չի կարող ազատվել սատանայի լծից։ Մեկը չի կարող աշխարհի կապանքներից ու մեղքի ճիրաններից դուրս գալ, եթե Աստված իր ձեռքը չմեկնի։ Չի գտնվի այդպիսի մի մարդ, որ կարող լինի դուրս գալ Եգիպտոսի ստրկությունից դեպի Աստծո արքայության լույսի թագավորության մեջ գնա, եթե Աստված նրան չհանի։ Ինչ կերպով է Աստված հանում, տալով իր գառնուկին, տալով իր որդուն։ Քրիստոսն է, որ մեզ ազատում է իր թափված արյան գնով։ Այո, Աստծո գառը Տեր Հիսուս Քրիստոսը ինձ ու քեզ համար իր կյանքը տվել է։ Բայց ես ու դու ունենք անելիք։ Թշնամին ինչ է ասելու։ Մի դուրս արի իմ Եգիպտոսից։ Շատ ես ուզում։ Պաշտիր Աստծուն, բայց Եգիպտոսում մնա աշխարհիկ։ Ո՞րն է Աստծո կամքը ինձ ու քեզ համար։ Ասենք ոչ։ Ես ու իմ տունս ու իմ ունեցվածքս պաշտելու է Աստծուն։ Կգա ժամանակ, ինչ կասի այդ պայքարից հետո։ Նա կտեսնի, որ ես ու դու համառ ենք։ Չենք մնալու։ Եգիպտոսում կասի, լավ, ես հասկացա, դու գնում ես, գնա, բայց մենակ գնա։ Ինչ ենք ասելու նրան։ Ոչ։ Ես իմ ընտանիքով եմ Աստծուն պաշտելու։ Ու եթե նա տեսնի, որ մենք համառ ենք ու մենք հավատքի վրա կանգնած ենք ու ասում ենք ոչ, ես, իմ տունս, իմ երեխաներս, իմ ծնողներս բոլորով ենք Տիրոջը պաշտելու, նա ինչ է ասելու, ուրեմն թող ունեցվածքդ մնա Եգիպտոսում։ Ասենք ոչ։ Ու ոչ միայն մեր ունեցվածքը։ Դու էլ ես տալու բան, որ տանենք Աստծուն։ Մենք ինչ ենք անելու, Եգիպտոսից էլ ենք վերցնելու։ Ու ինչպես կառուցվեց տաճարը, խորանը, անապատում, այդ ոսկեղենը որտեղից, որ Տիրոջ տան պատրաստվեց, այդ բոլորը Եգիպտոսից էին նրանք վերցրել։ Սիրելիներս, Տիրոջ խոսքն ասում է, որ այս երկրի ոսկին ու արծաթը Աստծուն է պատկանում։ Մենք պիտի վերցնենք այդ ամենը, որ Տիրոջ տոնը կառուցենք։